Երբանից չի շահագործում չեմ կարող ասել, բայց շենքի ճակատագրի մասով բավականին հաճախ քննարկումներ իրականացվում է թե քաղաքապետի, թե փոխքաղաքապետի գլխավորությամբ, ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի, պահպանելով իր ճարտարապետական տեսքը ու ծառայի բնակիչներին։ Այսինքն նոր քաղաքացիներից մեկը մտահոգություն հայտնեց, որ գուցե քանդեն, դա բացառում եք, շենքն չի քանդել։ Համենայն դեպս շենքի քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, այլ ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու ծրագիր։ Շատ լավ տեղում է գտնվում, գուցե սա վերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի, այս վարկածները ձեզ մոտ ընդունելի են, դուք ուզում եք նման ծրագրով շարունակել, թե… Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում։ Իսկ հրդեհի հետևանքները այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել վերակառուցել։ Ճիշտ ասած դա արդեն մասնագիտական է, համենայն դեպս նոր մեր փրկարարծառայության հետ որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման։ Տեսեք, երբ որ քաղաքապետարանի վերահսկողության տակ էր, մենք երեք զրուցեցինք բնակիչների հետ, ասացին, որ այստեղ անմխիթար վիճակում էր, ով կարողանում էր մտնում էր, ով չէր կարողանում, ներսը ծառայում էր այլ մարդկանց համար։ Ինչու էր այդպես բարձի թողի վիճակում, պարոն։ Բացի թողի վիճակի մասին իրականում ես ինֆորմացիա չունեմ, որ շենքի վիճակը բացի թողի էր, շենքը դռներով սահմանազատված էր, դռներով, ճաղավանդակներով սահմանազատված էր, այդքանը կարող եմ ասել։ Ասած, որ ինքն է Այդքան էլի ժողովուրդ։